Լոռի Բերդհամայնքի Լեջան բնակավայրի խմելու ջրի խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ Վարչական ղեկավար Արմեն Մկրտչյանը վստահեցնում է, որ ոռոգման ջրի հարցը կարգավորված է, սակայն գյուղում խմելու ջրի խնդիրը շարունակում է մտահոգել մարդկանց։ Ըստ վարչական ղեկավարի, հաջորդ տարվա մեջ այդ հարցը կկարգավորվի։ Դե չկա չի ելել Ազիզյանին, կոմունիստների ժամանակ նասոսներ կաչատ էին անում այդ ջուրը կաչատան լավերդի գնացող գծից խմելու նորմալ ջուր էր։ Ես փլվեց, քանդվեց, ինչ էլ ուր գնաց այդ ջուրը, չգիտեմ, այդ ջուրը էլի գնում իր ճանապարհը, այս գյուղն անջուր է ու անջուր։ Ակարակու ուր թամայքներն մի ծրագիր իրականացվում, ջրաչափեր են տեղադրվում, հաջորդ տարվա մեջ, ասենք որ իրենք աշխատանքները վերջացնեն, ջրի քանակը կավելանա։ Գյուղի ժողովրդագրական պատկերը մտահոգիչ է, բնակչության թիվը տարեցտարի նվազում է, երիտասարդները հեռանում են զբաղվածության որևէ հնարավորություն չգտնելով։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Ջահելություն են, ինչ են անում, պարապ-սարապ։ Գյուղում աշխատանք չկա, այսինքն զբաղվածության ինչ որ կենտրոններ, չգիտեմ, իրանք չեն զբաղվում հողագործությամբ կամ անասնապահությամբ։ Հողագործությանը զբաղվում են, ամենքն իրանց հողերը մշակում են։ Ըստ բնակիչների անասնապահությունը եկամտաբեր չէ, իսկ հողագործությունից արդյունք ստանալը վիճակախաղի է նմանվում։ Շատ հաճախ կարկուտի պատճառով մեծ վնասներ են կրում։ Հողերը կարկուտ են տարամ, անձը վտարավ, սելավը տարավ, վնաս կրեցի, վիճակի չեմ էլ, հադուցում ոչ մի բան չեղավ, հողի հարգը չեմ գարեմ տամ։ Նոյեմբերի նոր գյուղացու փող անգնեմ, են էլ եթե մի բան կարենա ծախի, մինչև էդ լրիվ գյուղացին վատնամ այդ փողերը, բանկնի խեղտմա ասմա տու, որդեն տաս։ Լեջանում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, կենտրոնական փողոցն են ասֆալտապատել, անցկացրել լուսավորության ցանցը, վերանորոգել են վարչական կենտրոնը։ Գյուղապետը վստահեցնում է, ծրագրերը լինելու են շարունակական։ Նույնիսկ Ստեփանոց Լեջան ճանապարհ չկար նորմալ, դրանց հետո նորմալ վերանորոգում, եկեղեցին վերանորոգեցին, գիշերային լույսերն է, դրական բաները շատ են։ Բացասական բանը այնա, որ մենք խմելու ջուր չունենք։ Լեջանում կան մարդիկ, որոնք չեն համակերպվում գյուղի ներկայիս վիճակի հետ եւ փորձում են աշխուժացնել գյուղական կյանքը։ Սերգեյ Շահինյանը ընտանիքի հետ որոշել է հիմնել սեփական բիզնեսը, կառուցելով հյուրանոցային փոքրիկ տնակներ։ Գաղափարը նրա խոսքով առաջացել է այն մտքից, որ Լոռին մեծ զբոսաշրջային ներուժ ունի, իսկ Լեջանը իր բնությամբ հանգստի համար կատարյալ պայմաններ։ Մենք ունենք շատ անասուններ, պահեցինք եւ դրանք արդյունք չկա, տղես գնաց արտերկրներ։ Ու պլյուս դրան գործերը լավ էր աշխատում մեր ընդի ինքն իր բիզնեսով ու ընտանիքով համաձայնվեցին որստի գյուղը զարգանա տուրիստներով ամեն ինչով լավը լի մեր գյուղը լապացար շատ ուժեղ գյուղ է ժողովուրդը համես սիրով լավ խալխ են մեր գյուղը բալկոնը պետք է լի բանը это իրանց ամառանոց բան տենց ու իրանք տենց իրուն հանգստանա վայելի իրանց հաճույքը թողա գնա Սերգեյն իր նախաձեռնությամբ ոչ միայն ակնկալում է զբոսաշրջիկների ներգրավում, այլ նաև գյուղում աշխատատեղերի ստեղծում։ Նա իր օրինակով փորձում է ապացուցել, որ գյուղական ակտիվ կյանքը կարող է նաև բիզնեսի զարգացման աղբյուր հանդիսանալ։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Լոռի Բերդհամայնք, գյուղ Լեջան։